թրիչքի համար սիրում օգնած բայց կրկին համար պարզ երկնքից ինձ եմ բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատուցում Ձերքիս մակողքիս ես ընկնում եմ կապանքներից խոր վերքերից կործանվում եմ որոգայթից վախցել հրկել և չանկությունը իմ բախրուն ու գտնել ուղին իմ դեպի Ես ընդհանուր առմամբ գիտեմ թե ինչ պրոբլեմ կա քո հողի տղերքի մեջ, Մալխաս, բայց դե մի մոմենտ կա, որ ես ուզում եմ ճշտեմ։ Քեզ ինչ հարց է հետաքրքրում։ Այդ ճիշտ է, որ դու ես Մհերի Սանիկի միջոցով Գոքորին բռնել տվել։ Իմ պատասխանից ինչ-որ բան է կախված։ Հա, կախված է, Մալխաս, եթե այդ խոսակցությունները ճիշտ դուրս եկան։ Ու դու մլիցեքի հետ ես աշխատել, մենք չենք կարա քեզ պաշտպանենք։ Ու էդի ուրիշ խոսակցության թեմա է։ Հիմա ուշադիր ինձ լսի կարո։ Ես կռիչ չեմ ու երբեք չեմ եղել, ով կփորձի հակառակը ապացուցել, կսատկացնեմ։ Գոքորի բռնել տալը իմ միտքը չի եղել, այլ են մարդու, ում քո շեֆը այդքան շատ չի սիրում։ Մարդիկ խոսում են այդ մասին։ Ու դու պիտի կարանաս հիմնավորել, որ արշակը քո նավոտկով չի նստեցրել Գոքորին։ Կհիմնավորեմ, եթե պետք է։ Հիմա արի գործից խոսանք։ Այսօր արդեն քաղաքի կեսն եկել է ու Միրոյին հավատարմության երթում է տվել։ Իսկ այդ նշանակում է, որ շատ շուտով հովուն ու իր տղերքը մենակ են մնա։ Ես արդեն մի քանի անգամ Միրոյից ոչ պակաս կարևոր մարդկանցից լսել եմ, որ հովոյի հարցերը լուծված է, որ իրան քիչ է մնացել ապրելու։ Բայց հիմա ոնց տեսնում եմ, հովոն կա, իսկ այդ մարդիկ չկան։ Քո ասած մարդկանց ես էլ էի ճանաչում։ Իրանք ուրիշ խաղեր էին խաղում։ Նրանք դրսից եկած մարդկանց շահեր էին պաշտպանում։ Իսկ հիմա ուրիշ նպատակ կա։ Հովոյին հեռացնելու ու արդարությունը վերականգնելու։ Իմ ծիծաղը գալիս է, երբ որ իմ մոտ արդարությունից են խոսում կարող։ Այդ խոսակցությունները ջահելներից համար են բայց։ Ավելավա դու ինձ ասա, ես ինչ եմ ստանալու և մենք միացյալ ուժերով հովոյի շարքից հանեցինք։ Դու իմաստանալիք չունես, Մալխաս։ Այս պայի դրությամբ դու մեզ մոտ ես եկել, որ քեզ օգնենք պրոբլեմդ լուծես։ Ու հեչ տեղին չի, որ պահանջ ես ներկայացնում։ Ես պահանջներ չեմ ներկայացնում։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, թե Միրոն ոնց է պատրաստվում այս ամենը բաժանի և մենք միացյալ ուժերով հովիկին թոշակի ուղարկենք։ Դրա մասին էլ շուտ է խոսալ, Մալխաս։ Արի մի քիչ սպասենք, տնանք իրադարձությունները ոնց են զարգանում։ Հələ շատ հարցեր կան։ Բայց կարամ մի բան ասեմ, որ բոլոր են տղեկը, որ մինչև վերջ մեր հետ կլինեն, աբիժնիկ չեն մնա։ Լավ, սպասենք։ Բայց ես հաստատ գիտեմ, որ հովոն բանկետի ժամանակ
Մասսաբար ինձ պրեդյավկա է անելու։ Ու ես պիտի պատասխան քայլ ունենամ պահած։ Արի մտածենք, Մալխաս։ Ես ոնց ջոգում եմ, դու արդեն ինչ-որ գաղափարներ ունես ընթացվում։ Հա, ունեմ։ Մի բան ասա, Զավեն, հիմա ես ինչ եմ անելու։ Զավեն, Հովոն այսօր ինձ շատ պարզ ու հստակ բացատրեց, որ եթե ես մի անգամ էլ Նորիկին մոտենամ, իրա ձեռով ինձ կսպանի։ Մի բան ասա, Զավեն, ինչ եմ անելու։ Ինձ թվում է ես քեզ արդեն ամեն ինչ ասել եմ բարձր։ Ու չեմ հասկանում, թե դու ինչի ես նորից եկել ինձ մոտ։ Ու ինձ չի հետաքրքրում, թե ով քեզ ինչ է ասել։ Ինձ իմ գումարներն են հետաքրքրում։ Բարի եղիր մտածել, թե ինչպես պետք է հայթայթես։ Զավեն, դու շատ լավ գիտես, որ ես Նորիկից չեմ կարող փողը հետ ստանալ, որովհետև նրա մեջքին Հովոն է կանգնած։ Բարսեր, ես Նորիկին գումար չեմ տվել, որ մտածեմ, թե ինչպես նրանից ետ ստանամ։ Դու իմ գումարները ներդրել ես մի ավանտյուրայի մեջ, որի սկզբանե դատապարտված է եղել անհաջողության։ Ուրեմն բարի եղիր, ուղեղդ աշխատացրու, որ դրանք ետ վերադարձնես։ Զավեն, ես չեմ կարող այդքան գումար հավաքել, դա ռեալ չի, ես այդքան փող չունեմ։ Ես այդ գումարները ամեն դեպքում ետ կստանամ Բարսեղ, և դու դա շատ լավ գիտես։ Հարցը կայանում է միայն նրանում, որ բացի ֆինանսական կորուստներից, դու կարող ես ունենալ նաև անձնական կորուստներ։ Զավեն, ես սխալ եմ արել, ընդունում եմ իմ սխալը, բայց արի այնպես անենք, որ միասին դուրս գանք այս խառը իրավիճակից։ Զավեն, ես գիտեմ, որ դու այնքան ուժ ունես, որ կարող ես դաժե Հովոյին ստիպես, որ այդ փողը փակվի։ Զավեն, դու սխալվում ես։ Ոչ ես, ոչ էլ ինչ-որ մեկ այս քաղաքում չեն կարող ստիպել Հովիկին ինչ-որ բանով։ Ես չեմ բացառում, որ կան բազում հնարքներ, որոնցով ես կարող եմ ազդել Հովիկի որոշման վրա, բայց ես չեմ դիմել ծայրահեղ միջոցներին։ Ես նորից եմ կրկնում։ Դա միայն ու միայն քո պրոբլեմն է։ Փաստորեն դու ինձ թողնում ես մենակ Հովիկի դեմ։ Այո։ Ու համոզված ես, որ ես այդ փողը քեզ կփակվեմ։ Առավել քան վստահ եմ։ Եվ ևս մի կարևոր բան, որ դու այդ գումարը ամբողջությամբ մինչև վերջին ցենտը ստիպված կլինես ինձ վերադարձնես 10 օրից։ Իսկ եթե ես չտեղավորվեմ քո ժամկետներում, երբեք մի հարցու նրա մասին չի պատասխանում, դու շատ լավ գիտես։ Շավ դու իսկականից մտածում ես, որ բարձրը փողերը հետ կստանա Հովոյից։
Վստահ եմ, որ չի կարող։ Այդ դեպքում սրան ինչ ես կարող ասել տուպիկի առաջ։ Տակ գլխով կգնամ մի հիմարություն կան։ Ալեքս, դա հենց այն է, ինչ ինձ հարկավոր է։ Նա հիմա ուսահատության եզրին է և պատրաստ ամենասարսափելի ու չմտածված քայլերի։ Չեմ հասկանում քեզ շեֆ։ Եթե իմ բոլոր գործողություններն ու ծրագրերը այնքան պարզել էին, որ բոլորը հասկանալի։ Հիմա մեր հարգարժան պատգամավորն է գալ, գնա դիմավորել։ Լավ։ Սառն էր այսօր ջուրը։ Նոր են փոխել ջուրը, դեռ չի հասցրել տաքանը։ Ես որքան հասկացա, Զավեն, քեզ չի հաջողվել կոնկուրենտների պրոբլեմը լուծել, հա? Այո, ես նրանց երկրորդ շանսը չեմ տա, որ խցկվեն մեր գործերի մեջ։ Ես նրանց արդեն զգուշացրել եմ։ Եվ կարծում եմ, որ նրանց ինքնապահպանման բնազդը կստիպի մտածել դրա մասին։ Լսի, Զավեն, ինձ բոլորովին դուր չի գալիս, թե դու ոնց ես վարում քո գործերը։ Եթե անկեղծ լինեմ, դու անձամբ ինձ դուր չես գալիս։ Իսկ ձեզ դուր են գալիս այն մեծ գումարները, որոնք դուք կանոնավոր ստանում եք ամեն ամիս։ Ես այդ հարցին չեմ պատասխանի, դա անլուրջ հարց է։ Իսկ ինձ հակառակն է թվում, պարոն Վարդանյան։ Դա միակ հարցն է, որ մեզ հիմա կապում է իրար։ Մենք երկուսս էլ օգտվում ենք մի աղբյուրից, որը շուտով կարող է թուլանալ եւ իսպառ վերանալ, եթե մենք միջոցներ ձեռք չառնենք։ Լսի, Զավեն, ինձ բոլորովին չի հետաքրքրում, թե դու ոնց ես լեզու գտնում տարբեր մարդկանց հետ։ Ոնց ես վարում քո գործերը։ Ես իմ ծառայությունների դիմաց ստանում եմ իմ տոկոսները, ու դրանով մեր համագործակցությունը ավարտվում է։ Ես հիմա նույնիսկ պատրաստ եմ նրան, որ լուծարեմ մեր միջև եղած բոլոր համաձայնությունները։ Պատճառը։ Պատճառը կայանում է նրանում, որ դու չես կատարում պարտավորությունների քո բաժինը։ Եթե հիշում ես, մենք սկզբից պայմանավորվել էինք, որ այս գործը չպիտի ուղեկցվի կրակոցներով ու սպանություններով։ Պիտի ամեն ինչ հասներ հարթ։ Իսկ կրակոցները հիմա շարունակվում են ու շուտով մարդկային զոհեր էլ կլինեն։
Ձեզ ուզում է այդ հարցը։ Իհարկե հուզում է։ Ի տարբերություն քեզ ես գնահատում եմ մարդկային կյանքը։ Ու մի մոռացի, որ ես պատգամավոր եմ, ոչ թե քո նման առնախում բանդիտ։ Իսկապես։ Հա, իսկապես։ Ու չփորձես մյուս անգամ նման տոնով ինձ հետ խոսես։ Դու արդեն իմ ուսերին ավելորդ բեռ ես դարել, ու հեռու չի այն օրը, որ ինձ էլ քեզ հետ քաշ կտաս անդունդի մեջ։ Պետք չի ամեն ինչը այդքան ծայրահեղացնել, պարոն Վարդանյան։ Հիմա մի փոքր պրոբլեմ ունենք, որը մենք կլուծենք արդեն առանց գրակոծների և մարդկային զոհերի։ Միայն մնում է ձեզ օգտագործել ձեր լծակները, որպեսզի մեր կոնկուրենտների մոտ վերանա այս գործին միջամտելու ցանկությունը։ Եվ ինչ պետք է ես անեմ, հետաքրքիր է։ Կոնկրետ ինֆորմացիա կա, որ այդ մարդիկ այդքան էլ ազնիվ ճանապարհով չեն վաստակում իրենց փողերը։ Ձեր միջամտությամբ այդ ինֆորմացիան կարող է հայտնվել համապատասխան օրգանների ուշադրության կենտրոնում։ Եվ ձեզ հարկավոր է հետևել, որպեսզի նրանք ստանան իրենց մաքսիմալ պատիժը իրենց կատարած հանցանքների դիմաց։ Քո մտածած պարզ ու հանճարեղ պլանը ես չեմ կարող իրագործել, Զավեն։ Ինչու՞։ Այն պարզ պատճառով, որ եթե ես փորձեմ մարդկանց տակը փորել, նույնը նրանք կանեն իմ հանդեպ։ Թե դու մտածում ես, թե իրենց թիկունքում մարդ չկա, որ պաշտպանի իրենց։ Դուք հիմա ուղղակի ենթադրություններ եք։ Իսկ իրավիճակը ավելի քան պարզ է և լուծելի։ Քեզ համար է պարզ։ Իսկ ինձ համար ոչ։ Ես ահագին փողեր եմ թափել, որպեսզի մոռացվի իմ անցյալի հետ կապված որոշ մանրամասներ։ Ու հիմա ռիսկի չեմ գնա, որ այդ ինֆորմացիան նորից դուրս գա ջրի երես։ Եվ ինչ ելք եք դուք առաջարկում։ Ես առաջարկում եմ, որ ինչքան հնարավոր է շուտ լուծես այս պրոբլեմը։ Եվ առանց աղմուկի։ Իսկ եթե դա քեզ չհաջողվի, դրանից հետո արդեն ավելորդ է խոսել մեր հետագա համագործակցության մասին։ Չեմ կարծում, թե դա այդքան անլուծելի պրոբլեմ է։ Նույնիսկ ձեր մերձակա շրջապատից կլինեն մարդիկ, որոնք կցանկանան ձեր տեղը զբաղեցնել։ Ինչպես ասում են, մեծ փողերը անտարբեր չեն կարող թողնել նույնիսկ ամենաազնիվ մարդկանց։ Սխալվում ես, Զավեն, եթե այդպես ես մտածում։ Երբ մենք հրաժեշտ կտանք իրար։ Ես այնպես կանեմ, որ շատ արագ քո գրասենյակը կփակվի, որովհետև դրա գոյությունը իրական վտանգ է ինձ համար։ Տեսնում եմ այս անգամ շատ վճռական եք տրամադրված, պարոն Վարդանյան։ Որքան հնարավոր է արագ լուծում գտի այս պրոբլեմին։ Հակառակ դեպքում երկուս էլ կկանգնենք շատ բարդ ընտրության առաջ։ Ու մի մտածի, թե ես այդքան ուժ չունեմ քեզ ոչնչացնելու համար։ Ես մի նկատի Իհարկե կունենաս։ Դու դեռ չգիտես, թե ես ինչերի եմ ընդունակ։ Ալո։ Ես մտածեցի քնած ես Միրո ջան, գնամ չխանգարեմ քեզ։ Աթոռը քաշի նստի։ Մալխասի հետ սա գործերի մասին խոսացիք։ Հա։ Մալխասը մեր հետ է։ Հիմա ինքը ամեն ինչի պատրաստ է, որ մենակ հովոյի ձեռից ազատվի։ Այսօր իրա վրա կոնկրետնի թեմա կա, ու եթե հովոն ուզենա, իրա կարա վտարի քաղաքից։
Կարո, այդ տղեկը երեկո այսօր եկել էին մոտս, ին վրա մեծ հույսեր են դնում։ Ու մենք պետք է նենց անենք, որ իրանք վստահ լինեն ու չթողեն փախնեն։ Իրանք վստահ են, Միրո ջան։ Չէ, Կարո, չէ։ Ես նրանց աչքերի մեջ վախ եմ տենում, վախ։ Հիմա իրանց հիմնավոր ապացույցը պետք որ ես չեմ եկել ստեղ հովոյի հետ նեյնիմ անեմ։ Դրանից հետո իրանք վստահ կլինեն, որ ես կարամ հովոյին շարքից անեմ։ Ասա ինչա պետք անել անենք։ Ես ուզում եմ, որ այսօր բանկետից առաջ հովոն ինձանից մեսիջ ստանա։ Ինչ կարգի մեսիջի մասին է խոսքը, Միրո։ Նվիրված տղեկ ունես, որ մեծ փողերի դիմաց լուրջ գործ վիզ կվեկալեն։ Հա, տենց աչայինի տղեկ կան։ Դե ուրեմն դրանց ուղարկի հովոյի հետևից։ Դու ուզում ես սպանես հովոյին, Միրո։ Ինչի դու դեմ ես, Կարո։ Չէ, ես դեմ չեմ։ Բայց եթե մենք հիմա հովոյին սպանենք, իրա կողմնակիցները մեզ կճզմեն։ Դու դրա տղեկին չես ճանաչում։ Վայրենիներ են, սաղի սպատին դեմ կտան ու չեն հարցնի թե ով է։ Կարո, եթե ես ասում եմ հովոն պետք է ինձանից մեսիջ ստանա, չի նշանակում, որ ես ուզում եմ իրան սպանեմ ու հենց հիմա։ Հիմա հասկացա։ Թող քո տղեկը մեր երկու հատ կրակ են ընդե, թող մեր երկու հոգու էլ փռեն։ Դրանից վնաս չկա, հա, մենակ ասա հովոյի ձեռը չընկնեն։ Հասկանում եմ, Միրո ջան։ Կարո, ոնց որ ենքան էլ գող չես իմ որոշումից։ Որոշողը դու ես, Միրո։ Այդ կրակոցներով մենք մեր կողմնակիցների թիվը կավելացնենք։ Հասկանում եմ։ Դե գնա ու զբաղվի այդ գործով։ Հանդես գուշացրու ինձ չանհանգստացնեն։ Ուզում եմ մի քիչ հանգստանամ։ Լավ։ Բարեձեզ։ Վայ, բարև աղոջան։ Դվեք օգնեմ տիկին Թամարը։ Չէ, ոչինչ, թեթևա, ես կտանեմ։ Սովա չես, հաց դնեմ ուտես։ Նոր եմ կերել, մերսի։ Հա, լավ։ Դե ուրեմն մի քիչ հետո կբարձրանա, սուրճ կդնեմ, կխմենք, մի քիչ էլ կբամբասենք։ Լավ։ Հովոջան վադալազները ապրի ամբողջ ջրային տարածքը ստուգել են։ Ոչ մի դիակի հետքեր չկա։ Ես վստահ եմ։ Դրանք պրոստը իմիտացիա են արել դե իբր գարեկ մտը ջուրը խեղդվել է։ Իսկ հնարավոր չի, որ ջրի հոսանքը դիակը քշած լինի ավելի խորքերը։ Չէ, գարջան։ Տեղի տրեք հետ խոսացել եմ, որ դեն աշխատում։ Ասում են տենց բան հնարավոր չի լինի։ Անցած գիշեր Սևանում շատ լավ եղանակ ա եղել։ Շակալները սպանել են այդ տղուն։ Ուր են անել, որ գործերնը ձերներից խլեցինք։ Հնարավոր է, որ ամեն ինչ հենց տենց է, ոնց ասում ես Գոկոր։ Բայց Երեմի գործելա ոչինչ ծանոթ լինելով մի քիչ կասկածում եմ, որ ինքը այդ ռիսկի կգնար։ Շատ լավ հասկանալով, որ ինքը ու կամոն առաջի մարդիկ են, ումից մենք պատասխան ենք պահանջելու։ Ես էլ եմ մի քիչ կասկածում, որ Երեմը տենց պրիմիտիվ ձևով մեզ պատասխան տար։
Առավելևս, եթե դաժե իրանք են գառնիկի գլուխը կերել, մեկը այդ իրանց չի օգնի հետ բերել գործրածը։ Այս Երեմի գործելաձևը չի։ Ուրիշ ոչ մեկին գառնիկի սպանությունը ձեռնտու չէր սպային Գարիկ։ Ես չեմ ասում, որ մենք Երեմի թեմայից հեռու գնանք։ Ուղղակի ճիշտ կլինի, որ գառնիկի ազնական կյանքից մի քիչ տեղեկություններ իմանանք։ Շատ հնարավոր է, որ այս ուրիշ պատմություն է։ Գարջեմ, որ գառնիկի կողի տղեկից հարցնես, կես աղեր կասեմ, որ ինքը շատ անշար տղա է։ Իմ ուղեղի մեջ տեղ չի անում, թե դղենիդ ինչ պետք է արածլնի, ու բռնը խփել են։ Մենք մի քիչ չենք վրազում գառնիկի վրա խաչ քաշելով։ Դեռ մի օր չկա, ինչ այդ տղեն անհետացել է։ Հնարավոր է, որ ինչ-որ մի տեղից գտնվի։ Այդ են դեպքում մենակ կարող լիներ, եթե մենք գառնիկի մեկերնան Սևանում չգտնեինք, արաղի դատար չշերը մեջը։ Դա անողները լավ իմացել են, որ գառնիկը խմիշկետ սեր է ունեցել, ու այդ ձևով սարքել են, միտոմ այդ տղեն խմե արպ է մտել է ջուրը ու խեղտվել է։ Ես համոզված եմ, որ այդ տղուն սպանել են։ Ու եթե մենք սա թողենք, ավելի երկար ձգվի, մեր համար հետո դժվար կլինի։ Ես համաձայն եմ Գոքոր հետ, ով ջան։ Պետք չես կան սպասենք։ Գառնիկի գործի հետևում Կամոնը Երեմն են կանգնած։ Ու եթե ես ինչ-որ միտեղ Երեմի վրա կասկածներ չունեմ, Կամոնի վրա հաստատ կասկածում եմ։ Կամոն Երեմի հակապատկերն է։ Ու ես իմ աչքերով եմ տեսել, թե ոնց է ինքը հարբած ռեստորանում այդ օֆիցիանտի ծեծում, թե իբր ինձ ուրիշ արախս բերել։ Իսկ նման մարդուց ամեն ինչ սպասելի է, ոչոն։ Կամոն կարար այդ բանն աներ, բայց ստեղ ամբողջ խնդիրը են է, թե Երեմն ինչ մասնակցություն ունի այս ամեն ինչի մեջ։ Գոքոր ինչ գիտեր գառնիկը մեր գործերի մասին։ Շատ բան, ովո ջան։ Մեր ամբողջ ֆինանսները իրա ձեռի տակով են անցել։ Բացի դա, գիտեր նաև մեր ամբողջ բանկային հաշիվներն ու ակտիվների մասին։ Եթե դա արվել է մեր գործերից ինֆորմացիա ստանալու համար, նրանք չեն կարող օգտագործել մեր դեմ։ Ամենադեպս արտաքինից մեր բոլոր գործերը լեգալ է արվում։ Ոջան, բայց մեր շարկանների դեմ ինչ պետք է անենք։ Նախ ես պետք է Երեմի հետ առանձին խոսեմ, Տիկո։ Դրանից հետո իմ համար շատ հարցերի պատասխաններ կպարզվեն։ Ու եթե ես զգացի, որ գառնիկի անհետացման հետևով հենց իրանք են կանգնած, երկուսով էլ պետք է պատասխան տան իրանց արածների համար։ Գարիկ կազմակերպի, որ Երեմը մինչև բանկեր գնալը գա ինձ տենա։ Հասկացա, ով ջան, կանենք։ Ովո, ամեն ժամ ականջից խաբարները հասնում, որ քաղաքի տղերքը գնում են Միրոյի մոտ ու վիզ են ծռում, թե մեզ փրկի Ովոյից ու իր տղերքից։ Մենք ինչ-որ բան պիտի անենք դրա դեմ, թե չէ։ Քեզ ինչ հայտնի է այդ մասին, Գարիկ։ Ինֆորմացիան ճիշտ է, բայց լուրջ անալիզ անելու համար նյութը քիչ է։ Մտահոգվելու առիթ իսկականից կա։ Իրեն 2 օր է քաղաքում է, արդեն շատ տղեր տնան հավատարմության երթում են տվել։ Բիձեն ինչ է, որոշել է փառավորված գնա այս կյանքից։ Հոջան քաղաքում մեծանց լիքը աբիժնիկներ կա։ Ու կարող առանց մտածելու այդան մտնեն Միրոյի թրի տակ։ Քանի ուշ չի, դրանց պետք է հասկացնենք, որ եթե փորձեն մեր դեմ խաղեր տան,
Այդ իրանք չեն կանալու Մարսեն։ Դե զբաղվեք այդ հարցերով։ Ամեն մեկը ձեր կանալներով ինֆորմացիան հասցրեք ում պետք է։ Անձամբ ես չեմ մտածում, որ Միրոն իր կյանքի վերջի մի քանի տարին ուզում է իմ հետ կռվելով անցկացնել։ Հասուն ջան, ասա։ Որ հիվանդանոցն է։ Բա ինչ են բժիշկները ասում։ Լավ ես գալիս եմ։ Ինչ է Տիկո։ Մաման ավարտեց է, ով ջան, տալին հիվանդանոց։ Ես պետք է այդ համունդը։ Ար իրար հետ գնենք, Տիկո ջան։ Տիկո, ինչ պետք է կասես, մենք մի քիչ կուշանանք Գարիկ հետ։ Լավ, ով ջան։ Գարիկ դուրս գանք Հայատ, շոր օդը չի երիք։ Ովիկ քեզ մի հատ բժշկի է պետք գնալ։ Բժիշկը ասում էր, որ 2 ամիսը մեկ անպայման պետք է հետազոտություն անցնես։ Հիմա դրա ժամանակը չի։ Հովիկ, ինչ ա եղել։ Նորից քեզ վատ ես։ Չէ, ամեն ինչ նորմալ է Թամար, հիմա դուրս կգա, ամեն ինչ լավ կլինի։ Ես ինչ ավտո է գոքոր։ Իմ դուրն էլ չեկավ, Տիկո։ Վրա է դետանք։ Ոնց որ հովոյի տանկոմ է եթում։ Ովիկ մի հատ շտապօգնություն կանչենք, կամ մենք գնանք հիվանդանոց։ Հիմա կանցնի Գարիկ։ Հովիկ ջան, խմի, Վալերյանն է, խմի որ թեթևանես։ Ապրես Թամար ջան։ Դե հիմա արի բարձրանանք տուն, մի քիչ պարկի հանգստացի, մեկ էլ բժիշկ կանչենք, թող տուն գա։ Ովո ջան, Թամարին լսի, սրտի հետ կատակ չեն անում։ Լավ, հիմա երկուստ էլ հանգստացեք, պանիկայի մեջ մի ընկեք։ Արդեն լավ եմ, վերջ։ Ում ես ուզում։ Ուլ ես սարա։ Հա։ Արագ ու ժամանակ չկա։ Չեմ